Ալելույա։ Ես կյանքում հասկացել եմ մի բան, որ եւ ես ուզում եմ փոխանցել։ Արդեն երկար տարիներ ես մի բան եմ խնդրում Աստծուց։ Երկու բան չեմ խնդրում, մի բան։ Ինչքան խնդրելու բաներ կա, չէ՞։ Բայց իմ հոգում էսպես է առաջնորդությունը։ Տեր, իմ ամբողջ կյանքում հավատարիմ մնամ քեզ մինչև վերջ։ Ալելույա։ Երկրորդը չեմ ուզում։ Ու որ Սաղմոսի մեջ կարդացի, որ Դավիթ թագավորն էլ է մի բան խնդրում։ Բան մը խնդրեմ Տիրոջ մեն եւ ասիկա կաղաչեմ, որ կյանքիս բոլոր օրերի մեջ Տիրոջ հետ տունը բնակվեմ։ Ալելույա։ Թող արթնություն լինի, մենք էլ արթնանալու կարիք ունենք, սիրելիներ։ Մեզ թվում է, թե աշխարհը պետք է արթնանա, բայց այսօր եկեղեցին ավելի շատ արթնանալու կարիք ունի։ Եկեղեցուց պետք է արթնությունը գնա աշխարհին։ Քեզանից արթնությունը պետք է գնա քո հարևաններին, բարեկամներին։ Եվ Սուրբ Հոգին մեզ արթնացնում է դրա համար։ Եվ այս վերջի տարիների հայտնությունից օգտվելով առիթից ուզում եմ փոխանցել ձեզ, սիրելիներ։ Առաջինը դա էր, որ Աստծու հետ մարդին միայն կապում է կյանքի հավատքը։ Ինչ հրաշք էլ Աստված քո կյանքում անի, դու կուրախանաս, բայց դա ժամանակավոր է, հետո կանցնի։ Հաջորդ խնդրին դու կհիշես, հետո կմոռանաս, եթե պատասխան չկա։ Բայց մարդին Աստծու հետ կապում է կյանքի հավատքը։ Եվ երբ որ 70 աշակերտները Հիսուսին թողեցին, նա մոտեցավ 12-ին եւ ասեց. դուք եք ուզում հեռանաք ինձանից։ Այսինքն ազատ եք, դուք ստրուկներ չեք։ Եվ աշակերտները Պետրոս ասեցին. Տեր, որու երթանք։ Որու երթանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Ահա կապը։ Սա քեզ միայն կարող է Աստծու հետ կապել։ Եվ